Սիրելիայնակիցներ, քիչ առաջ Եվրախորհրդանում ԵՄ Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստում ելույթ եմ ունեցել եւ անդրադարձել Հայաստանում եւ Հայաստանի շուրջ տիրող իրավիճակին։ Մասնավորապես անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի անկախության հռչակագրի, անկախության հարաքվեի նսեմացման քաղաքականության։ Ըստ Նիկոլ Փաշինյանի Հայաստանը անկախություն ստացավ ոչ թե երբ ընդունեց անկախության հռչակագիրը, ոչ թե երբ համայն հայ ժողովուրդը գնաց ընտրատեղամասեր եւ քվեարկեց անկախության օգտին, այլ երբ Հայաստանը միացավ անկախ պետությունների համագործակցությանը, Ալմատայի հռչակագիրը ստորագրելով եւ վավերացնելով Բելովեժյան արձանագրությունը։ Այսինքն, եթե չլիներ անկախ պետությունների համագործակցությունը, Հայաստանը անկախ չէր լինելու։ Եվ հիմա խոսում են հիբրիդային պատերազմների մասին։ Այսինքն, մի կողմից Փաշինյանն ասում է Հայաստանը միացավ Ռուսաստանի, Բելարուսի եւ Ուկրաինայի կողմից ստեղծված միությանը, բայց Հայաստանի անկախությանը վտանգ են սպառնում հիբրիդային պատերազմները։ Մյուսը խոսել եմ թրիփի մասին։ Փաստերով, քարտեզներով ցույց են տվել, որ թրիփը այս վիճակում չի կարող Հայաստանի շրջափակումը ճեղքել։ Անհրաժեշտ է, որ Հայաստանը երկաթգծային կապ ունենա արտաքին աշխարհի հետ, թե արևելյան ճանապարհով, այսինքն գործի Իջևան-Ղազախ ճանապարհը, եւ թե բացվի Հայաստան-Թուրքիա կապը։ Եվ այդ հարցը մենք բարձրացրել ենք միշտ ի տարբերություն Փաշինյանի, որը այսօր է դրա մասին խոսում։ Այդ հարցը պետք է լուծված լիներ 2025 թվականի օգոստոսին կամ գոնե 2026 թվականին, երբ ստորագրվեց թրիփ իրականացման շրջանակը։ Կրկնում եմ, ռելսերը նույնիսկ եթե ոսկուց լինեն, Հայաստանի շրջափակումը այդ ճանապարհը չի ճեղքում, անկախ նրանից լավն է, թե լավը չի։ Խոսել եմ խաղաղության մասին։ Չի կարող լինել խաղաղություն, երբ օկուպացիոն զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Լավագույն դեպքում մենք ունենք հրադադար, եւ որպիսի հրադադարը վերածվի իրական խաղաղության, արդար սկզբունքների վրա կերտված խաղաղությանը, մենք պետք է ջանքեր թափենք, պետք է ստիպենք Ադրբեջանին վերջացնի իր ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականությունը եւ պաշտպանենք հայկական շահերը։ Եվ վերջապես խոսել եմ արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Եվրոպական խորհրդարանը բազմաթիվ բանաձև ունի, որոնցով պահանջում է ապահովել արցախցիների վերադարձի իրավունքը։ Մարդու իրավունքների Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարը այս տարի մի քանի շաբաթ առաջ եւս մեկ անգամ վերահաստատել է, որ արցախցիները վերադարձի իրավունք ունեն։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է արգելել մարդկանց վերադառնալ իրենց հայրենիք։ Եվ ցավոք սրտի մենք այս ամեն ինչը, այս քաղաքականության արձագանքը տեսնում ենք նաև Եվրոպական պարլամենտում։ Կփոխվի Նիկոլ Փաշինյանը, կփոխվի թե եվրոպական քաղաքականությունը, թե ամերիկյան քաղաքականությունը։ Չեն կարող ակնկալել, որ որևէ երրորդ երկիր կամ երկրներ Հայաստանի իշխանություններից ավելի հայանպաստ լինեն։ Դրա համար պետք է փոխվի այս իշխանությունը, որ տարածաշրջանում իրական խաղաղություն լինի, որ տարածաշրջանում բոլոր կապուղիները ապաշրջափակվեն, որ արցախցիները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք։